1960-ականներին նրան խելագար էին համարում, քանի որ ոչ ոք չէր հավատում, որ հնարավոր է մարդու օրգանիզմն ամբողջովին ուսումնասիրել և միանգամից իմանալ հիվանդությունների մասին։ Նա Նյու Յորքում ծնված աշխարհահռչակ գյուտարար Ռեյմոնդ Դավադյանն է, մագնիսական ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի MRI-ի հեղինակը։ Պրոֆեսոր Դամադյանին հայրենիքում շնորհեցին Երևանի բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ Շնորհակալ եմ։ Մեծ հեղափոխություն է կատարվում բժշկության այս ոլորտում և հիմա ժամանակն է հետազոտություններ և նորարարություններ անել։ Այս համալսարանը կարող է լավ հարթակ լինել դրա համար։ Տարիներ առաջ Դամադյանին Նոբելյան մրցանակի էին ներկայացրել, բայց հայտը կամայական մերժվել էր MRI-ի ստեղծման հեղինակային իրավունքների շուրջ բարձրացված աղմուկի պատճառով։ Բժշկական համալսարանում նրան զարմացրին, պիտի նորից դիմեն Նոբելյան մրցանակի կոմիտե, բայց այս անգամ հայրենիքից, որ քաղցկեղի նման լրջագույն հիվանդություններ հայտնաբերող MRI-ի գյուտարարը ստանա իր ուշացած մրցանակը։ Այսօրվա հանդիպումը անշուշտ խիստ ոգևորիչ է լինելու եւ հիշարժան։ Հենց այս պահին ինձ հանձնեց պարոն Դամադյանը այս նոր մոտեցման, ուրեմն իրենց մոտեցման տեխնոլոգիան կանգնած, որ կարողանան անցկացնել MRI-ը եւ շատ հիվանդներ, որոնք որ այսօր խնդիր ունեն պարկած անցնելու, կարող են անցնել արդեն ուղղահայաց վիճակում։ Ստենդափ MRI-ը նույնպես ստեղծել է Դամադյանի թիմը։ 83-ամյա պրոֆեսորը հիշեց նաև իր հորը, թե ինչպես է Թուրքիայի Կայսերի քաղաքից հատել դերձորը։ Հայրս Վահան Գրիգորի Դամադյանն էր, իր մոր և քրոջ հետ տարհանվել է։ Այդ ժամանակ երկու ավագ եղբայրներն արդեն Միացյալ Նահանգներում էին բնակվում։ Գնացել են Հալեպ ու այնտեղից հարազատներին տեղափոխել են Ամերիկա։ Ժպտալով ասում է, հայերը հայտնվեցին Միացյալ Նահանգներում և մարդկությանը տվեցին օրգանիզմը ներսից ուսումնասիրող սարքավորումը, ինքն իրեն նկատի ուներ։ Հասմիկ Առաքելյան, Տիգրան Բաբայան, լուրեր։